Նախընտրական ողջ շրջանում Փաշինյանը լռել ու ոչինչ չէր խոսում հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի մասին, սակայն դա չի նշանակում, որ նա հրաժարվել է հակաեկեղեցական իր գործունեությունից։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում առանձին կետով ներառված է հայ առաքելական եկեղեցու բարենորոգման 4 քայլանոց քարտեզ, որում նշվում է իրենց նպատակն է հստակեցնել եկեղեցի պետություն հարաբերությունները։ ՔՊ-ն բացահայտորեն ներխուժում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործերի մեջ եւ անունը դնում բարենորոգում։ ՔՊ-ի ծրագրում շեշտադրված է, թե իբր հայոց եկեղեցու գործունեության հետևանքով հավատավոր հանրությունն օտարվել է եւ արտաքին ուժերը փորձում են եկեղեցին օգտագործել Հայաստանի անկախության ու ինքնիշխանության դեմ։ Սա իհարկե բացահայտ կեղծիք է, շարլատանություն, ինչի նպատակն է արդարացնել հակաեկեղեցական արշավը։ Դեռ ամիսներ առաջ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, արտահայտեց իր մտահոգությունը, որ ծրագիրը հավակնում է գահընկեց անել եկեղեցու ազգընտիր հայրապետին, ինչը հակականոնական եւ հակաօրինական գործողություն է։ Կան լուրջ կասկածներ, որ այս հարցում Փաշինյանին աջակցում են թշնամական երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, այդ թվում արևմտյան որոշ կառույցներ։ Եվ ահա բացահայտվում է, որ այդ հարցում Փաշինյանի ակտիվ աջակիցը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Հադի Սինիրլիօղլուն է։ Ռուս պրանկերներ Վովան ու Լեքսուսը կարևոր բացահայտում են արել։ Նրանք հեռախոսազրույց են ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ, վերջինս կարծել է, թե զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ ու անկեղծ խոստովանություններ է արել։ Եվ այսպես, զրույցի ընթացքում քննարկվել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու ծրագիրը։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Փաշինյանին կաթողիկոսի հեռացման հարցում։ Ստորև ներկայացնում ենք մի հատված հեռախոսազրույցից։ Նիկոլ Փաշինյան: Ես հույս ունեմ ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում։ Ֆիրուդին Սինիրլիօղլու: Ես նույնպես կզբաղվեմ դրանով, իդեպ դուք կարող եք դա անել, կարող եք փոխարինել կաթողիկոսին։ Նիկոլ Փաշինյան: Կարծում եմ այժմ իմ ձեռքում արդեն կան որոշակի խաղաքարտեր, եւ մենք կարող ենք փոխել կրոնական իրավիճակը։ Միակ բանը, ինչի համար կարող եմ խնդրել ձեզ, ձեր աջակցությունն է այն դեպքում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների խիստ քննադատությանը։ Ֆիրուդին Սինիրլիօղլու: Լավ, ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ։ Սիրելի հայրենակիցներ, մեկնաբանությունները թողնում ենք ձեզ։ Հայք Նյուզ լրատվական։